Ինչպես ասում են, գոյություն ունի ստի 3 տեսակ՝ սուտ, լեկտի սուտ եւ վիճակագրություն։ Մոտենում են 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները։ Քաղաքացիները շուտով իրենց ընտրությունը կկատարեն քվեաթերթիկի միջոցով։ Իսկ նախքան հունիսյան ընտրությունները, ինչպես եւ յուրաքանչյուր ընտրություններից առաջ, մեր կյանքի մի մասն են դարձել սոցհարցումները։ Սոցհարցումները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը, բայց արդյոք դրանք հասարակական կարծիքի հայելին են, թե քաղաքական տեխնոլոգիաների ձեռքին հայտնված գործիք, որով ցույց են տալիս այն, ինչ ցանկանում են պատվիրատուները։ Այսօր հետադարձ հայացք կգցենք նախորդ ընտրությունների կանխատեսումների եւ կփորձենք հասկանալ, թե ինչու են թվերը հաճախ խճճում հենց ընտրությունների նախաշեմին։ Վերջին խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունեցել 5 տարի առաջ, 2021 թվականի հունիսի 20-ին։ 2021 թվականի հունիսի 18-ին քվեարկությունից 48 ժամ առաջ Գելլափի հարցումը ցույց էր տալիս, որ Հայաստան դաշինքը ստանալու է ընտրողների ձայների 28.7%-ը, իսկ քաղաքացիական պայմանագիրը 25.2%-ը։ Սակայն ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ պատկերը բոլորովին այլ էր։ Ի տարբերություն 2021 թվականի 2018 թվականի ընտրություններից առաջ իրավիճակն ավելի հստակ էր։ Հետհեղափոխական Հայաստանում հանրային տրամադրություններն ակնհայտ էին, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ անորոշություն գրեթե չկար։ Այլ պատմությունը 2017 թվականը։ Արդեն հիշատակված ընկերության կողմից իրականացված հետազոտության համաձայն հարցումներով առաջատարը 26.4%-ով ընդդիմադիր Ծառուկյան դաշինքն էր, իսկ հանրապետական կուսակցությանը, որն այդ շրջանում իշխանությունն էր, ըստ հետազոտության արդյունքների պատրաստվում էր ընտրել հարցվածների 22.8%-ը։ Սակայն իրականում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հանրապետական կուսակցությունը ստացավ շուրջ 49.1% ձայն եւ պահպանեց իշխանությունը։ Ծառուկյան դաշինքը հավաքեց մոտ 27.3%, դառնալով երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում։ Հետաքրքրական են նաեւ ելք դաշինքի արդյունքները։ Նույն հետազոտության համաձայն այս ուժին պատրաստվում էր ընտրել հարցվածների 4.3%-ը, ինչը բավարար չէր խորհրդարան անցնելու համար։ Սակայն դաշինքը հավաքեց մոտ 8% եւ ընդգրկվեց 6-րդ գումարման ազգային ժողովում։ Ընտրություններից առաջ հրապարակվում են բազմաթիվ սոցհարցումներ, որոնք տարբեր կանխատեսումներ են ներկայացնում։ Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, որոշում է ընտրողը, ընտրության օրը քվեատուփի մոտ։